ՔԲ-ում քննարկում են Գյումրու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքին Փաշինյանի մասնակցության հարցը։ ՔԲ շարքայիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել լուրերը, սակայն մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ իր սովորույթի համաձայն մյուս թեկնածուների դեմ սև PR անի։ Մարտի 30-ի ընտրությունների օրենքով սահմանված մեծ հրապարակային բանավեճը, որին պետք է մասնակցեն ընտրացուցակների առաջին դեմքերը, տեղի կունենա մարտի 27-ին։ Այն, որ իշխանական ողջ ներուժը կենտրոնացվել է Գյումրիում եւ մյուս մարզերը մոռացվել են, ակնհայտ է։ Տեղեկացանք, որ թերևս Գյումրու ընտրությունների պատճառով է Փաշինյանը չեղարկել Սյունիք կատարելիք այցը, չնայած նախապես որոշվել էր, որ պետք է այս շաբաթ Կապան այցելի։ Արտաբաց 2025 մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու Կապան քաղաքում մարտի 27-ին, սպասվում էր, որ Փաշինյանը դրան կմասնակցի։ Երեք տեղեկացանք, որ ՔՊ Կապանի տարածքային կառույցում ցնծում են, որ չեղարկվել է Փաշինյանի այցը Կապան։ Բանն այն է, որ Կապանի ՔՊ տարածքային խորհրդի ընտրություններն անցել են նախորդի պես ակնհայտ խախտումներով, եւ կառույցի ղեկավարները մտահոգված են, որ շարքային կուսակցականներն իրենց դժգոհությունները Փաշինյանի ներկայությամբ բարձրաձայնելու առիթը բաց չէին թողնի։ Երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռով հաշտության համաձայնագրով որպես ապօրինի ձեռք բերված գույք ՀՀ սեփականություն է դարձել Երևանի Ծովակալի Սակովի 23 հասցեում գտնվող հողամասը 29 միլիոն դրամ արժողությամբ։ Սա հատիկ-առհատիկի շրջանակներում հերթական ակցիան է։ Հետաքրքրվեցինք, թե սա ինչ հողամաս է, ով է հաշտության գնացել իշխանությունների հետ կամ ովին հանձնելով գույքը։ Պարզվեց խոսքն ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի Սերժի Բաչոյի հողատարածքի մասին է։ Ղազարյանն այն մոտ 1 տասնյակ անձանցից է, որ հաշտության գնաց իշխանությունների հետ եւ վերադարձրեց այն, ինչ դատարանի միջոցով դատախազությունն ուզում էր բռնագանձել։ Չսպասելով դատարանի որոշմանը, Վաչագան Ղազարյանը տարածքը հանձնել է պետությանը։ Իդեպ այս հողակտորի մասին դեռևս 3 տարի առաջ էր գլխավոր դատախազությունը հայտարարել, որ պատրաստվում է Ղազարյանից բռնագանձել ի թիվս այլ գույքերի եւ խոշոր գումարի։ Գյումրու 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, այդքան տղա է թողասի այդ մասին, երեք հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Մեզ ասացին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է։ Ըստ լուրերի նա Թուրքիայում հյուրատներ ունի, բարբերաբար այցելում է։ Սուրենյանցին հարցրինք, ճիշտ է, որ ՔՊ-ի նշած անձն իրենց թեկնածուն է։ Նա չհերքեց, խոստացավ պատասխանել, երբ զրուցի իրենց թեկնածուի հետ։ Ասաց, որ իրենց թեկնածու նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուրից կհրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի, այսպես ասած, պատմական բացահայտմանը։ Մինչ խորհրդարանը մարտի 26-ին կքննի ՔՊ-ից վտարված Հովիկ Ղազարյանին անձեռնմխելությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի միջնորդությունը, հակակոռուպցիոն կոմիտեն շտապել է որոշում ընդունել, թերևս փորձելով ճնշում գործադրել Ղազարյանի վրա, որ նիստում նա ավել պակաս չխոսի, ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի կեղտերը ջրի երես չհանի։ Ինչպես ասում են, այս գլխից որոշել են նրա պոչը դերցնել իրենց ոտքի տակ։ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել եւ Ղազարյանին կաշառք տալու գործով մեղադրյալ Աշոտիկ Կամավոսյանի մասով նախաքննության ավարտի մասին հայտարարելու գործն ուղարկել է դատարան։ Ղազարյանի գործողությունների մասով նախաքննությունը շարունակվում է, բայց Աշոտիկից կորզված ցուցմունքով, որը դեռ պետք է հիմնավորվի, արդեն քննությունը փորձում են տանել այն ուղղությամբ, որ պատգամավորին կաշառք առաջարկվել է, ինքն էլ լռել է, ինչը եւս հանցագործություն է։ Տեղեկություններ կան, որ մեղադրյալը ցուցմունք է տվել, թե իբր Ղազարյանը 300,000 ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ միջնորդի առանց խոչընդոտների Հայաստանից մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ղազարյանի դեմ դատախազի միջնորդության հիմքում հիշյալ գործից զատ այլ վարույթ էլ կա, համաձայն որի քաղաքացի Արամ Մկրտչյանը ցուցմունք է տվել, թե իբր Հովիկ Ղազարյանն իրեն խաբել է, վերցրել է 23,000 դոլար գումար շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն գործընթացը ձգձգվել է, իսկ այն անձին, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել։ Մենք գրել ենք, որ Արամ Մկրտչյանը Ղազարյանի սանիկն է, ժամանակի Նիկոլ Փաշինյանի խցակիցն է եղել, խարտախության համար մի քանի անգամ դատապարտվել է։